Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աշխատում է Իրանի և մուսուլման եղբայրների դեմ նոր տարածաշրջանային դաշինք ստեղծելու ուղղությամբ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ստեղծված դաշինքը ներառում է բազմաթիվ երկրներ։ Նրանցից մի քանիսը այս օրերին այցելելու են մեզ, մյուսներին այցելելու ենք մենք ինքներս։ Ես խոսում եմ Մերձավոր Արևելքը ընդգրկող ողջ շրջանակի մասին, ընդգծել է վարչապետը։ Նեթանյահուն նաև խոսել է Համասին զինաթափելու անհրաժեշտության մասին։ Դա տեղի կունենա կամ հեշտ կամ դժվար ճանապարհով, բայց դա տեղի կունենա, ասել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թշնամին չկարողանալով ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին, այժմ դիմում է ահաբեկչական մեթոդների։ Նա ընդգծել է, որ թշնամին կիրառում է քաղաքացիների ռմբակոծումներ, ենթակառուցվածքների խափանում, ինչպես նաև պետական և ռազմական պաշտոնյաների սպանության փորձեր։ Պուտինը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունն ու ստուգիչ ցուցանիշները հստակ երևում են և կախված են ներկա իրավիճակից։ Նա միաժամանակ շեշտել է, որ ծառայության անձնակազմը պետք է ակտիվացնի գործողությունները, կանխելու նման ահաբեկչական ոտնձգությունները և ապահովելու հանրային ու պետական անվտանգության բարձր մակարդակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում անցկացված կառավարության նիստից հետո հայտարարել է, որ այժմ ամբողջ աշխարհում թուրքական քամի է փչում։ Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ է մտածում Թուրքիան, թե ինչ է անում, ինչ դիրքորոշում ունի նոր զարգացումների նկատմամբ և ինչ քայլեր կձեռնարկի, ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նաև գովաբանել է երկրի զինված ուժերը։ ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաընդգրկուն զորավարժություններից մեկը Steadfast-ը կրկին աշխարհին ցույց տվեց Թուրքիայի զինված ուժերի ձեռք բերած մակարդակը, նշել է նախագահը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը մեծացրել են ներկայությունը Իրանի մերձակայքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Washington Post-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին։ Պարբերականը նշում է, որ ավելի քան 150 ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազաներ այն բանից հետո, երբ փետրվարի 17-ին Ժնևում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանին հարված հասցնելու որոշում ընդունել, հաշվի առնելով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Փեսայի Ջարեդ Քուշների դիրքորոշումը։ Այս մասին հայտնում է Գարդիանը, հղում անելով աղբյուրներին։ Նշվում է, որ հենց նրանց գնահատականը Իրանի հետ գործարքի հավանականության վերաբերյալ կարող է որոշիչ լինել Սպիտակ տան վերջնական հաշվարկներում։ Աղբյուրների համաձայն, եթե համաձայնության հասնել չհաջողվի, Թրամփը դիտարկում է սահմանափակ հարվածների տարբերակը Թեհրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, իսկ ձախողման դեպքում չի բացառվում ավելի լայնածավալ ռազմական գործողություն, մինչև իշխանափոխության փորձ։ Հաղորդվում է նաև, որ նախագահը հաղորդակցություններ է անցկացրել ռազմական շրջանակների հետ, որտեղ մշակվել են հնարավոր բախման սցենարներ։ Իրանում իշխանափոխության ամենաարդյունավետ ճանապարհը երկրի ներսում ձևավորված գործընթացն է, այլ ոչ թե արտաքին ռազմական միջամտությունը։ Նման կարծիք է հայտնել ԿՀՎ նախկին աշխատակից Մարկ Ֆաուլերը։ Նրա գնահատմամբ կայուն փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ նախաձեռնությունը բխի հենց իրանցի քաղաքացիներից։ Նա նշել է, որ Թեհրանում գործող կրոնական ռեժիմը ներկայումս գտնվում է ներքին ճնշման և բողոքի ալիքների ազդեցության տակ, ինչը կարող է ստեղծել խոցելիության եզակի պահ։ Միևնույն ժամանակ հեղինակը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կամ այլ երկրների ուղիղ ռազմական հարվածները կարող են հակառակ ազդեցություն ունենալ և ամրապնդել գործող իշխանությունների դիրքերը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կիրառել ցանկացած զինատեսակ, այդ թվում ոչ ռազմավարական միջուկային զենք Ուկրաինայի նկատմամբ, եթե վերջինս ձեռք բերի միջուկային տեխնոլոգիաներ։ Կասկած չկա, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի օգտագործել բոլոր տեսակի զինատեսակները, այդ թվում ոչ ռազմավարական միջուկային զենք Ուկրաինայում այն թիրախների նկատմամբ, որոնք սպառնալիք են մեր երկրին, նշել է պաշտոնյան։ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստան կուղարկվի ևս 4500 տոննա դիզելային վառելիք։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից երկաթուղով կուղարկվի այսօր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն, այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և նշել. Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով։
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոտսկիի եւ Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Պլոնսկայի հետ։ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Veolia ջուրընկերությունը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ողջ երկրով գիշերները անջատելու է ջրամատակարարումը։ Ընկերությունը մանրամասն ներկայացրել է գրաֆիկը, թե որ բնակավայրում քանի ժամով է ջրամատակարարումը անջատվելու։ Հատկանշական է, որ Veolia ջուրը որևէ բացատրություն չի ներկայացնում, պարզապես տեղեկացնում է այդ մասին։ Գրաֆիկին կարող եք ծանոթանալ ընկերության կայքեջում։ Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։ Այս մասին ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, մանրամասնելով, թե ինչպես եւ որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։ Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10,000 դրամով, բարձրանալու են նաեւ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Բացի այս բարձրացումից, քաղաքացիներն իրենք էլ կարող են եւս մինչեւ 10,000 դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը հետվճարի ծրագրով։ Թոշակների բարձրացման անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան նշված սանդղակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսվել է։ Հանդիպել եմ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Աբդոլ Ռահիմ Մուսավիի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպան ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի հետ։ Այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման հարցում Հայաստանի Հանրապետության մոտեցումները, անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանման քայլերին, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների եւ հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը։ Հանդիպմանը կարևորվել է ժողովրդավարական դիմակայունության եւ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների նկատմամբ վստահության շարունակական ամրապնդման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մարդու իրավունքների թեմատիկային հատկացվող նշանակությանը։ Եթե Փաշինյանը գնում Ալիևի հետ խաղաղության մրցանակ է ստանում, էլ ինչ պահանջներ պետք է ներկայացնի Ալիևին։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, մինչ Հայաստանի իշխանությունն Արցախ բառն արգելում է օգտագործել, Ռուբեն Վարդանյանը բանտից հայտարարում է Արցախը կա եւ մնալու է։ Տեսնում ենք, որ Ալիևի բոլոր պահանջները կատարվում է, չէ, այսինքն սահմանադրությունը փոխի, չգիտեմ, բազմաթիվ, այսինքն ինչ որ հնչում է իրենց մոտ եկեղեցու դեմ ճնշումները եւ այլն։ Էլ այս մարդը ոնց պետք է կանգնի Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին պաշտպանի։ Ռուբեն Վարդանյանը պատկերացնում եք, մեզ այստեղ Պիտի ուղերձեր հղեպ։ Այդ ուղերձը Բաքվի բանտից եւ ընդհանրապես Բաքվի բանտից նրա այդ նամակները, որ կարդում ես, դրանք շատ հզոր են։ Գիտեք, լինելով թշնամու ձեռքում, լինելով բանտում, ասել, որ Արցախը եղել է, կա եւ կլինի, դա շատ դժվար է, հասկանում եք։ Երբ որ այստեղ մեզ արգելում են Արցախ բառը գործածել, չէ՞, այս իշխանությունները համեկի եթերում դա չի հնչում։ Մայրաթորի դիվանապետ Աշակարգ եպիսկոպոս Խաչատրյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Պաշտպանության կողմն արդեն ծանոթվել է նախաքննության ավարտ հայտարարման մասին։ Քիչ անց նախաքննության ավարտի մասին քրեակատարողական հիմնարկում կծանոթվի նաև Սրբազանը։ Արշակ Սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ի կողմից քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդել էր, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում։
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կքննարկի իր մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններին միայն այն դեպքում, եթե շարունակվի հատուկ ռազմական գործողությունը։ Նա նշել է, որ ներկայումս պաշտոնավարումը 1 ժամկետով եւ դեռ վերջնական որոշում չի կայացրել իր քաղաքական ապագայի վերաբերյալ։ Եթե պատերազմը շարունակվի, այո, անպայման կմասնակցեմ։ Եթե խաղաղություն լինի, պարտադիր չէ, որ առաջադրվեմ, ասել է Զելենսկին, ընդգծելով, որ իրավիճակը պայմանավորված է երկրի անվտանգային միջավայրով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի նպատակներն ու շահերը կապահովվեն անկախ հանգամանքներից։ Նրա խոսքով Մոսկվան շարունակում է պատրաստական մնալ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծումներ որոնելու հարցում, սակայն իրավիճակը մեծապես կախված է Կիևի գործողություններից։ Պեսկովի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տեղեկացրել է Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան քննարկում են Ուկրաինային միջուկային կամ այսպես կոչված կեղտոտ ռումբ տրամադրելու տարբերակներ։ ՌԴ հետախուզության տվյալներով խոսքը կարող է լինել եվրոպական բաղադրիչների, սարքավորումների եւ տեխնոլոգիաների գաղտնի մատակարարումների մասին։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի ներկայացուցիչները զգուշացրել են, նման քայլերը կարող են դիտարկվել որպես համատեղ հարձակում Մոսկվայի դեմ։ Նրանք կոչ են արել հարցը քննարկել ազգային խորհրդարանների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ համապատասխան միջազգային կառույցներում, ընդգծելով, որ նման զարգացումները կարող են լրջագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության համար։ Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքը ամենայն հավանականությամբ առաջիկա ժամանակներում չի որոշվի մարտադաշտում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Արդյունքում մարտադաշտում առաջիկա ժամանակներում, ինչպես երևում է, չի ստացվի, նշել է նախարարը եւ կրկնել, որ Բերլինը մտադիր է շարունակել աջակցությունը Կիևին։ Պիստորիուսը նաև քննադատել է ԱՄՆ ղեկավարության քաղաքականությունը Ուկրաինայի հարցում, մասնավորապես Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության թեման օրակարգից հանելու փորձերը, սա կարող է լինել բանակցություններում օգտակար պաշար այլ հարցերի լուծման համար, ընդգծել է գերմանացի պաշտոնյան։ Զելենսկին կոչ է արել Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփին չլքել Ուկրաինան։ Նա այս մասին հայտարարել է CNN News-ին տված հարցազրույցում։ Զելենսկին խնդրանքով դիմել է Դոնալդ Թրամփին, նշելով, որ ցանկանում է ԱՄՆ նախագահը մնա մեր կողքին։ Նշվում է հրատարակության մեջ։ Կիևի ռեժիմի ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները չափազանց կարևոր է հակամարտության եզրին մնալու համար։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է դառնալ Ուկրաինայի հակամարտության անմիջական կողմ, եթե իր զորքերը ուղարկի այդ երկիր։ Նրա խոսքով Լոնդոնի նման քայլը կհանգեցնի ծանր հետևանքների եւ չի կարող պաշտպանվել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով։ Պատգամավորը նաեւ հղում է արել Ռուսաստանի արտաքին հետախուզության հաղորդագրությանը, ըստ որի Լոնդոնը եւ Փարիզը կարող են դիտարկել Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու տարբերակը։ Նրա պնդմամբ նման զարգացումը սպառնում է լայնածավալ աղետի եւ պահանջում է լուրջ արձագանք Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցը հայտնում է, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը Կիմ Յո Ջոնգը առաջադրվել է լիարժեք վարչության տնօրեն, մինչդեռ նախկինում նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Հարավային Կորեայի Յոնհապ գործակալությունը նշում է, որ նա ամենայն հավանականությամբ կղեկավարի քարոզչության բաժինը, որը պատասխանատու է միջկորեական հարաբերությունների եւ արտաքին քաղաքական ռազմավարությունների համար։ Կորպորատիվ համաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 5 տարին մեկ, Կիմ Չեն Ընը կրկին ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղար, ամրապնդելով իր 15-ամյա իշխանությունը եւ վերահաստատելով լիակատար վերահսկողություն կուսակցության վրա։ Երևանում այսօր ձերբակալված համար 143 մանկապարտեզի տնօրեն Ռուզանա Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության լիազորությունների չարաշահման քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի հատկանիշներով։ Դանիելյանի անունը կապվում է մի շարք աղբկահարույց չարաշահումների հետ։ Խոսքը երեխաներին հատկացված սննդի յուրացման, կաշառք ստանալու եւ աշխատավարձերի հափշտակության դրվագների մասին է։ Բողոքները սաների ծնողներից են, երեխաները մշտապես սոված են
վերադարձել տուն եւ ահա ծնողները միահամուռ բացահայտել են ողջ եղելությունը։ Սկանդալային տիկնոջ այս ձերբակալմանը հիշեցնենք նախորդել է ոչ պակաս աղմկալի մեկ այլ բացահայտում։ Մանկապարտեզի սաների սննդի գողության մեջ կասկածվող տնօրեն Դանիելյանը Դանիել Յոհաննիսյանի կողմից բացահայտված այն տնօրեններից մեկն է, ով նախկինում իշխող ՀՀԿ-ի օգտին ընտրական գործընթացների մեջ էր ներքաշվել։ Ըստ սկանդալային ձայնագրության Ռոզաննա Դանիելյանը խոստացել էր ՀՀԿ-ի օգտին 60 հոգանոց ցուցակ ներկայացնել իր աշխատակազմի հաշվին Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարան։ Իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում հայտնված Սույն տիկին ակնհայտորեն խնայվել է մինչ օրս, քանի որ փոխկապակցված է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Ավելի ստույգ վերջինիս թիկնազորի անդամներից մեկի կինն է։ Բացի այդ, նա ակտիվ մասնակցում է եկեղեցու դեմ արշավներին, հատկապես Փաշինյանի համար բեմադրված ֆեյք պատարակներին։ Հիշեցնենք, որ այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով գույք հափշտակելու հոդվածներով։ Այս գործով Ռոզաննա Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել 1 տասնյակից ավելի աշխատակիցներ եւ ծնողներ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Արտակ Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել եւ նշել, Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Այս անգամ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։ Սա վանդալիզմ չէ, սա մշակութային ցեղասպանություն է։ Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։ Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։ Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։ Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք պատմությունը հնարավոր չէ ջնջել, նշել է նա։ Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի ունեցվածքի մասով հակակոռուպցիոն կոմիտեում գործ չկա, այս մասին ասել է կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, կա արդյոք գործ, որն առնչվում է Վեհափար Հայրապետի ունեցվածքին։ Ոչ, հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ չկա, ի պատասխան ասել է Նահապետյանը։ Իրանն ու Հայաստանը կարող են լայնածավալ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրխոնլամին։ Հաշվի առնելով տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտոնական բնագավառում երկրների միջև առկա կապերը, նման միջոցառումներ կարող են տեղի ունենալ նաեւ ապագայում եւ լինել ավելի մասշտաբային, նշել է Շիրխոնլամին։ Նա հիշեցրել է, որ այս պահին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, ինչը նույնպես վկայում է երկու երկրների հարաբերությունների վերելքի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր համաձայնության գալ Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եւ կրկին սպառնացել է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ։ Ես եմ որոշում կայացնողը, ես կնախընտրեի համաձայնագիր կնքել, քան չկնքել եւ եթե մենք չկնքենք, դա շատ վատ կլինի այդ երկրի եւ ցավոք նրա ժողովրդի համար, որովհետեւ իրանցիները հրաշալի են եւ նրանց հետ ոչ մի վատ բան չպետք է պատահի, հայտնել է ամերիկացի առաջնորդը, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավորությանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. 2022-ին սկսված հատուկ ռազմական գործողությունը կատարվել է ճիշտ պահին եւ հիմնավորված, քանի որ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքները շարունակվում են մնալ իրական նացիստական ազդեցության դաշտում։ Ռուսաստանի ղեկավարության որոշման պատշաճությունը եւ նպատակահարմարությունը հաստատվում է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքների նացիստական դիրքորոշումների շարունակվող աճով, նշել է Զախարովան։ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեքսեթը չի բացառել այլ մոլորակայինների գոյությունը, նշելով, որ կոնկրետ տեղեկություններ կհայտնվեն այն բանից հետո, երբ իր հրամանատարության տակ գտնվող գործակալությունը հրապարակի չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ տվյալներ։ Նա հայտարարել է, որ հարցը չափազանց բարդ է, բայց շատ հետաքրքիր եւ կարեւոր։ Կտեսնենք, ես կվերանայեմ տվյալները եւ կպարզեմ, ասել է նա ի պատասխան այլ մոլորակայինների գոյության մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդ Բարակ Օբամայի կողմից այլ մոլորակայինների գոյության մասին խոստովանությունից հետո խոստացավ հրապարակել Պենտագոնի տեղեկատվությունը այլ մոլորակայինների կյանքի եւ ՉԹՕ-ների վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր հնարավոր համաձայնագրերը ստորագրվեն միաժամանակ, հնարավոր է արարողության ժամանակ։ Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Թրամփը նախատեսում է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կստորագրեն հակամարտության ավարտը նշվող մեծ արարողության ժամանակ, մինչդեռ Կիևը, Վաշինգտոնը եւ եվրոպական երկրները նույն միջոցառման ժամանակ կկնքեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր, սակայն Զելենսկին դեմ է այս սցենարին։ Նա կարծում է, որ անվտանգության երաշխիքները նախ պետք է համաձայնեցվեն եւ վավերացվեն ԱՄՆ կոնգրեսի կողմից։ Թղթի վրա մենք գործնականում ամեն ինչ ունենք, բայց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։ Այն չի ստորագրվել Միացյալ Նահանգների կողմից, նշել է Զելենսկին։ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը պետք է լինի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու ցանկացած հնարավոր համաձայնագրի մաս, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Ինչ վերաբերում է ցանկացած համաձայնագրի կամ գործարքի տարերին, անկախ նրանից, թե ինչ անուն կընտրվի վերջնական արդյունքում, բացարձակապես պարզ է, որ նման համաձայնագրի միջուկը կլինի պատժամիջոցների վերացումը։ Դրա դիմաց Իրանը քայլեր կձեռնարկի, ապահովելու, որ իրանական միջուկային ծրագիրը երբեք այլևս չուղղվի ռազմականացման, ասել է դիվանագետը։ Նրա խոսքով այս երկու բաղադրիչները ցանկացած համաձայնագրի հիմքն են, որը կարող է քննարկվել եւ ընդունվել երկու կողմերի կողմից։ Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 26-ին Ժնևում։ Իսրայելի կողմից միջուկային զենքի տիրապետումը Մերձավոր Արևելքում խաղաղության հիմնական խոչընդոտն է, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ժնևում ՄԱԿ-ի զինաթափման համաժողովի բարձր մակարդակի հատվածում իր ելույթի ժամանակ Իսրայելի միջուկային զինանոցը Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծման հիմնական խոչընդոտն է, ասել է փոխնախարարը։ Նա հավելել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։ Վերջինս ասել է, որ այն մշակվում է իրանական պարտավորությունների, ինչպես նաև Իրանի գաղափարախոսական եւ բարոյական սկզբունքների հիման վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ փոխնախագահ Վենսը կարող են դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական իրավահաջորդները, հաղորդում է Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նախագահի երազանքը 2028 թվականի համար Վենս-Ռուբիո տանդեմն է, եւ որ անմիջապես պարզ լինի, որ Վենսն է գլխավորում, ասել է աղբյուրը։ Պարբերականը հաղորդում է, որ Վենսի շրջապատում կան մարդիկ, որոնք պատրաստ են կազմել իր 2028 թվականի նախագահական քարոզարշավի միջուկը, եթե ինքը առաջադրվի։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև 2022 թվականին տեղի ունեցած հեռախոսազրույցին ականատեսներ են եղել։ Ուկրաինայի առաջնորդն ինքն է այս մասին հայտարարել հարցազրույցում։ Նա պնդում է, որ այս զրույցի ընթացքում Լուկաշենկոն ներողություն է խնդրել եւ առաջարկել է պատասխան հարված հասցնել Գոմելի մարզի Մոզիրի նավթավերամշակման գործարանին, վախենալով Ուկրաինայի հնարավոր գործողություններից։ Նա ներողություն է խնդրել եւ շատ էր վախեցել, որ մենք կհարվածենք, եւ ասաց. «Դե շարունակեք, հակահարված տվեք նավթավերամշակման գործարանին», նշել է նախագահը։ Վերջինս այս զրույցի մանրամասները առաջին անգամ բացահայտել է անցյալ տարվա հունվարին Լեքս Ֆրիդմանի հետ փոդքասթում։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով 2022 թվականի փետրվարին տեղի ունեցած հեռախոսազրույցում Լուկաշենկոն պնդել է, որ որևէ կապ չունի Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ եւ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ հարավային ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, ընդգծելով, որ տվյալ հատվածում մարտական գործողությունները ընթանում են լարված պայմաններում։ Սիրսկու խոսքով ռուսական զորքերը տարբեր ուղղություններից շարունակում են ճնշում գործադրել ուկրաինական ստորաբաժանումների վրա։ Նա նշել է, որ հակառակորդը կիրառում է փոքր գրոհային խմբեր ներթափանցման համար, ինչպես նաև ակտիվորեն օգտագործում է հրետանի, անօդաչու թռչող սարքեր եւ զրահատեխնիկա։ Կիմ Չեն Ընը վերընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ ԿԱԿ 9-րդ համագումարը լիովին աջակցել եւ հաստատել է Կիմ Չեն Ընի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու հարգալից առաջարկը։ Սա ներկայացնում է վերջին 5 տարիների պայքարի պատմության գնահատական, որի ընթացքում տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ եւ ձեռք են բերվել մեծ արդյունքներ։
Կիմ Չեն Ընի Սուրբ անունը, որը ամենահաղթող դրոշն է, արտացոլում է ամբողջ ԿԺԴՀ ժողովրդի ընտրությունն ու կամքը։ Համագումարը ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ամենանշանակավոր քաղաքական գործիչն է, ով անսովոր գաղափարախոսական եւ տնտեսական իմաստությամբ, արտակարգ առաջնորդական ուժով եւ ազնիվ ազգային որակներով կակն ու ԿԺԴՀ ժողովրդին առաջնորդում է հաղթանակի միասնական ճանապարհով եւ հսկայական ծառայություն է մատուցել երկրին, հեղափոխությանը, դարաշրջանին եւ պատմությանը։ Միացյալ Նահանգները օգնել է Մեքսիկայի հետախուզական ծառայություններին Խալիսկո նոր սերունդ թմրակարտելի առաջնորդ Էլ Մենչոյի սպանության գործում։ Այս մասին հաղորդել է Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով գործողությունն իրականացվել է մեքսիկական զինվորականների կողմից, ԱՄՆ Մեքսիկա համատեղ աշխատանքային խմբի մասնակցությամբ։ Այս կառույցը Պենտագոնի կողմից ստեղծվել է անցյալ տարվա հունվարին, թմրակարտելների դեմ պայքարի համար։ Այն գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգում եւ բաղկացած է հետախուզության, իրավապահ մարմինների եւ ԱՄՆ զինվորականների ներկայացուցիչներից։ Աշխատանքային խումբը պարբերաբար համագործակցում է Մեքսիկայի զինվորականների հետ։ Մասնավորապես այն հավաքում է տեղեկատվություն ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում գործող թմրակարտելների մասին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը կրկին ներքաշվում է անխոհեմ սպառազինության մրցավազքի մեջ, այդ թվում միջուկային ոլորտում։ Նրա խոսքով, Եվրոպայում անվտանգությունը ապահովող նախկին զսպումների եւ հակակշիռների համակարգը քանդվել է, իսկ արևմտյան երկրները խթանում են ռազմական հիստերիան, ավելացնելով պաշտպանական ծախսերը եւ արագացնելով ռազմականացումը։ Լուկաշենկոն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը հիշեցնում է երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը եւ կոչ է արել անել ամեն ինչ նոր համաշխարհային բախումը կանխելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։ Որոշման մեջ ասվում է, ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 14.1 հոդվածի առաջին մասով 16-րդ հոդվածի առաջին մասով Դավիթ Վարդանի Մաթևոսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին այդ պաշտոնից ազատվել էր Էդգար Գևորգյանը։ Զելենսկին իր արևմտյան գործընկերներին առաջարկել է իրենց ռազմական զորակազմը տեղակայել Ուկրաինա եւ Բելարուսի սահմանին։ Երբ ես խոսում եմ առաջնագծի մասին եւ ես խոսում եմ Լեհաստանի կամ մեր Բալթյան հարևանների մասին, ես նրանց ասում եմ. ինչու չպետք է ձեր զորակազմը տեղակայվի Ուկրաինա եւ Բելարուսի սահմանին, ասել է նախագահը։ Հարցին, թե արդյոք նման համաձայնագիր արդեն ձեռք է բերվել, նա պատասխանել է, որ դեռ պատասխան չկա։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կցանկանար տեսնել օտարերկրյա զորակազմի տեղակայում առաջնագծին ավելի մոտ։ Վերջինիս խոսքով Կիևը այժմ ելնում է այն համաձայնագրից, որի համաձայն Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան յուրաքանչյուրը կներդնեն մեկական բրիգադ կամ 5000 զինվոր։ Նա հավելել է, որ այլ երկրներ նույնպես պատրաստակամություն են հայտնել զորքեր ուղարկել, սակայն նրանց անունները չեն նշել։ Եղանակը առաջիկա օրերին։ Փետրվարի 25-ին 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը 27-ից 28-ը մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ից 28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի կեսօրից հետո 27-ից 28-ը մարտի 1-ին սպասվում են տեղումներ։ Գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։